Գետինն են մտնում մեքենաները նոր արված ասֆալտի վրա։ Բաբաջանյան փողոցում փուլ է եկել նախորդ օրն արված ասֆալտը, մեքենայի անիվն ամբողջությամբ փոսը գցելով։ Երեկվա արած ասֆալտ է, մարտի 28-ի արած ասֆալտ է, այսօր մարտի 29-ն է։ Երենգերը գնում էր գործի, մի քիչ առաջ է դեպ տեղը, սենց ընկել է մեջ։ Իր հաշվին մանիպուլյատորական չէ, որովհետև զանգելային ասել են գանք քաշենք, ուրիշ բան չենք կարող առաջարկել։ Հովսեփ Էմինի, Լվովի, Ջուղայի փողոցներն են, մեկը մյուսին չեն զիջում ահռելի փոսերով։ Համբերության բաժակ, համբերության դույլն էլ է լցվել քաղաքացիների։ Զզվել են արդեն վարորդները ամեն օր մեքենաները ջարդ ու խորդ անելուց։ Տոնակարը կտանց հերը անիծած, նատուրի ջարդում ենք ավտոները, նատուրի ջարդում ենք մեքենաները, եսի բան չի, քուրս որ անում են մեր գլխի։ Բայց որ հանգած ծեխած մոտոր կամ գույքը հարչմուց են, մի ժամ ուշանա, դու գանում են այլ ձևի, ահա որ է։ Մեքենաս Հայաստան է, որ Ամերիկայից եկել է Հայաստան։ Միթե Երևանի ճանապարհներով չեն երթևեկում իշխանականները, զարմանում են զայրացած մարդիկ։ Երթևեկում են, բայց իրենց ճամփեքին կառավարությունից դեպի կեցավայր, փոսերն անհամեմատ քիչ են։ Վճարումներ, տուգանքներ ու ոչ մի փոխհատուցում, հատուցում են ուզում մարդիկ պատասխանատուներից իրենց կոտրված մեքենաների, քայքայված նյարդերի համար։ Ցավալի է, որ որևէ արձագանք չեն տալիս այս իրողությանը, իսկ մենք սրա համար վճարում ենք, այսինքն տեղ զնություն ենք վճարում, գույքահարկ ենք վճարում, բայց գույքի վնասի դեպքում իրենց կողմից որևէ հատուցում չենք ստանում ու ցավալի է, որ մեր օրերում այսպիսի ասֆալտապատ չակերտավոր ճանապարհներ ունենք։ Փոսերն այդպես էլ չեն սարքվի, ասում է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը, քանի որ պատասխանատուներն իրար վրա են գցում մեղքը։ Այդ փոսը մեկը ասում է քաղաքապետարանի շին բարեկարգումն է այս փոսի պատասխանում, մեկը ասում է այսինչ թաղապետարանն է այս փոսի պատասխանում, մեկը վիոլան է, մեկը հելսն է, մեկը գազն է, մեկը բնակիչն է քանդել, ամեն մի փոսը ոնց որ սենց իր բանը։ Բայց կա Երևանի քաղաքը ունի քաղաքապետ ու քաղաքապետը պիտի իմանա ով է պատասխանատուն, ստիպի որ լուծեն։ Հիմա բնակիչը ես չպիտի իմանամ այս փոսը վիոլան է քանդել, թե ով է քանդել։ Ծփում են Երևանի փողոցները անձրևից հետո, սա էլ մի առանձին խնդիր է վարորդների համար։ Խրամատներ հիշեցնող փոսերն արդեն չեն երևում, առաջադրանքը պարզ է։ Անցիր, թե կարող ես, առանց վնասվելու և խորտակվելու։ Ամեն օր ես աշխատանքի եմ գալի, այսպես, այս ճանապարհով գալիս ենք։ Այդ խեղճ մարդը դմանավանդ անձրևի ժամանակ այդ ամբողջ փոսերը ջրով է ծածկված։ Դե տարիքով մարդը այնպես չի, որ փոսերը պետք է ջուրը ծածկեր, ու դու տեսնեիր դա։ Զմբ էս բանը, պագրիշկեն էս փոսի մեջ, զմբ պագրիշկեն այն փոսի մեջը։ Դե ջարդելով ավտոն գալիս ենք այտենց։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։